Ողջույն։ Խոսքը տրվում է Ինեսային։ Ամսի 27-ն է, շաբաթ օր, 20 աստիճան, ժամն էլ 6:25։ Շատ շնորհակալություն Ինեսա ջան։ Երեխեք եկան, փոխել էինք օրը, շաբաթ օր եկան։ Երան խմեցին, Անահիտը ուժասպառ, ափսեները լվանում եւ այլն։ Մենք որոշեցինք գնանք։ Անահիտը ասեց, կարող է առանց ինձ այսօր գնաք ես հələ չեմ ավարտել ու շատ հոգնել եմ։ Ասեցինք կարող է Անահիտ ջան։ Հիմա Ինեսային տուն պետք է տանեի, բայց ճանապարհին պարզվեց, որ Ինեսան էլ է սիրում սուրճ խմել։ Ես էլ կակռաս Փարիզյանից պետք է սուրճ առնեմ։ Մեր սուրճի պաշարները ավարտվել է։ Նենց որ Ինես ջան գնանք մի հատ խմենք, եթե ազատ ժամանակ ունես մի քիչ զբոսնենք իրար հետ, հետո ես քեզ տանեմ տուն։ Դեմ չես։ Դեմ չեմ։ Գնացինք։ Լվովյան փողոց, ուշադիր հայր, մտնում ենք Գայի պողոտա։ Հիմա էլ այս կողմն ենք քերել։ Այն կողմը արդեն ասֆալտել են։ Այն կողմը քերեցին, թոզերը, փոշիները լավ կուլ տվեցինք, բայց տես ինչ հոյակապ ասֆալտել են Ինեսը։ Ձեր կողմերը ոնց է։ Մեր կողմը Վաղարշյանը արեցին, մի գիշերվա մեջ ասֆալտեցին սաղ։ Այո։ Մի հատվածը Վաղարշյանի, դեպի Ավետիսյան։ Այս արդեն մի շաբաթ էլ է, բարեկամությունից մինչև Ֆրիո մոլն են անում։ Հələ չեն վերջացրել մեր։ Թե արդեն վերջացրել են, չեմ հիշում։ Կարող է նույնիսկ վերջացրել են, բայց հələ նայի։ Մաս են անում, հա։ Հələ նայի դեռ ինչ փոշի է։ Հա։ Ուժս։ Ձեր մոտ էլ են գիշերները անում աշխատանքները։ Հա։ Հա։ Անցած օրը գիշերը կանգնած ուսումնասիրում էինք, թե ոնց են լուկ հանում, քանդում։ Այդ լուկերը գոնե հետո քանդելուց հետո նորմալ դնում են, թե էլի ցածր, բարձր։ Չեմ նայել ոնց են դրել այս անգամ։ Հա։ Բայց հետաքրքիր էր նայել ոնց են քանդում։ Հա, երևանցիները այդ գործը սիրում են։ Խելքները իրանցը չի շինարարության վրա նայել։ Ենքում է ինչ խցանում այ որ ես տենց եմ հետ գալու տուն։ Հա, չէ, ես քեզ որ տանեմ այն կողմից հետ կգամ։ Դե բայց հիմա 6:30 է, բոլորը տուն են գնում։ Բոլորը ինչ։ Տուն էին գնում։ Ինուս 6:30 չի, ինչ։ 6:30-ը։ Հատ լավ նայ։ 18:28։ Հա, լավ, կներես ուժում, ճիշտ է։ Մենք այս ժամերին որ գալիս ենք, սենց է լինում։ Այս ժամերին միշտ սենց է, հա։ Իմ լավը այն է, որ իմ կողքն ալնում, միշտ ինքը ճիշտ է ալնում։ Мясникյան պողոտա։ Վերջը էլի Կոմիտասի այգի մոտ կանգնեցինք։ Ես ձեզ ասեմ, այս կոնսերվատորիայի մոտ միակ տեղն է, որ պտտվում մի բան գտնում ես։ Բայց խեմ ասում ինուս, ես ասախ քաղաքը գաստ է ու ինձ տեղ չի լինել։ Իզուր էլ ասեցի։ Այսօր մերոնցից Արմինեն Արաքելյան, հա? Ճիշտ եմ ասում, կարծում եմ։ Մի հատ բան էր ուղարկե, ասեցին, որ դատարանում է այս գործը, ստեղ ինչ-որ ՍՊԸ-ը, ՓԲԸ-ը, չգիտեմ, մի խոսքով վարձակալել էին, չգիտեմ քանի տարով, ու Տաղապետարանը հայտ աներկարացրել, որ սնանք է կոչվում մինուս։ Կա տենց բար սնանք։ Կա տենց բար։ Բայց ես ինչ էր, ինչ տեղ էր։ Ստեղ չես հիշում, դու չես հիշում, հայեր։ Ես եսի միշտ հիշում եմ քանդած։ Չէ, ստեղ ինչ-որ ռեստորաններ, ես իմ լուրջ սենց, այս կողմը, այն կողմը, բան սաղ էտ իրանք էին։ Հիմա ես մի քիչ լավ չհասկացա, այդ դատի են տվել, որ չեն վճարում հողի վարձը եւ այլն, էլի։ Բայց իմ մոտ սենց մի հատ հարց ծագեց, եթե
Սկզբից թաղապետարանը եկել է առանց ոչ մի դատական որոշման։ Այս սաղ տվել քանդել է։ Այս մարդիկ ոչ մի եկամուտ չունեին, էլ ինչը որտեղից վճարեին այդ վարձը։ Այդ մասը մութ մնաց։ Մի խոսքով ռեպորտաժը ես ճիշտ ասած չհավանեցի։ Ինֆորմացիան հասկացա, որ եթե վերաքննիչում է, ուրեմն են առաջի ատյանը արդեն հաղթել է ինչ-որ մեկը, էդ էլ չասեց ով է հաղթել, առաջի ատյանը, մեկ էլ ասեց, որ թաղապետարանը մինիմալ աշխատանքներ է անում, որ ստեղից հիվանդություններ դուրս չգան, որ ծառերը լրիվ չփչանան, դե մինիմալը մենք նկատել ենք ժամանակ առ ժամանակ, ինչ-որ մի հատ ծառեր ջրացելնում, դե կեղտը տենում եք։ Մի խոսքով ինչ-որ անգրագետ պատմություն է իմ կարծիքով հայեր, մի բան են չի ստեղ, ու ես ամենակենտրոնում, լավ, մենք գնանք Փարիզան Ինուշ ջան։ Հետո գիտեք, դուրս չեկավ էլի, ռեպորտաժը ինչի է միակողմանի, ինչի հետ տերեր ինչը խոսացրեցին, հարց չտվեցին, իրանք ինչ են ասում, այդ մարդիկ ոնց որ ձայնազուրկ են էլ, ինչ-որ, ես չեմ գտնում, որ այդ մարդիկ լիովին ճիշտ են կամ ինչ, բայց դե լսելը չէր խանգարի։ 90 ջրից կտրուկ հրաժարվեց, բայց ես մի հատ խմեմ էլ։ Մաշտոց ու Մոսկովյան, այո, Մաշտոց, Մոսկովյան, խաչմերուկ։ Իսկ Մոսկովյանը մինչև որտեղ է այս կողմը։ Մոսկովյանը գիտես, ասեմ քեզ, մինչև Նալբանդյանի արձանը։ Ընդեղից հետո կոչվում է Խանջան։ Իսկ այս փողոցը, որտեղ մենք էինք նոր։ Սպենսերյան։ Մարկ Գրիգորյան։ Մարկ Գրիգորյանը գիտես։ Մի հատ շենք ասեմ մենակ։ Մատենադարանի շենքը։ Ինքը դրա հեղինակն է։ Իմիջալուց իր թորան տանը ձեր պապան ինեսը եղել են, նկարել են, էլի Մարկ Գրիգորյանն է թորը։ Հեսա գնալու ենք ճանապարհին կլինի, տունը ցույց կտամ որտեղ է։ Պուշկինսկի դպրոցի բակի վրա է պատուհանները դուրս գալի։ Դու ես շենքում էիր պարապում։ Հա։ Ու հենց ես չես, Հայաթի ամենավերջին շենքն։ Հա, որտեղից էիր մտնում, ստեղից։ Ամստեղից կամ այն կողմից կամ այն ուս կողմից։ Մի րոպե են, Սկվարդյան շոկի մեջից մտնում էիր, բանդը կոդ է ինչ-որ։ Հա, գիտեմ կոդերը։ Աղ դու գիտես, հա, կոդերը։ Երնեք քեզ ինեսա։ Դե Մոսկովյան։ Լաբելը ինչ է նշանակում ինեսա։ Լաբելը, вообще-то ֆրանսերեն է։ Вообще-то ֆրանսերեն է։ Գեղեցիկը չի։ Չէ։ Իտալերեն գեղեցիկ է, չէ։ Հա։ Դե ուրեմն ֆրանսերեն է լելի։ Ահա, հասանք Տերյան փողոց։ Ես հələ որ Մոսկովյանն անցնում ժողովուրդը։ Մենք գնում ենք, անցնենք Են մայթ։ Տերյանն է էսի։ Էս Տերյանն է, հատողը։ Են մեկը Մոսկովյանն է։ Իսկ այս շենքը կոչվում է մասնագետների շենք։ Լավն է, չէ։ Հա։ Բայց գիտես, մի 5 տարի առաջ էր վերանորոգեցին, արի կանանչը
Նոր սենց գեղեցկացավ, մինչև էդ նենց փնթի տեսք ուներ։ Իդեպ, Մարկ Գրիգորյան, որ խոսացինք, ինուս ջան։ Դու էլ ես Մակգերոս սիրում ինես Ռիտի նման։ Ռիտի նման չէ, բայց ուտում եմ։ Հա, Ռիտը շատ է, հա, սիրում։ Հա, Մարկ Գրիգորյանը այստեղ էր ապրում ու հիմա էլ Թորն է ապրում։ Հիմա մի քիչ որ գնանք, այնտեղ մի հատ քար կա դրած Մարկ Գրիգորյանի անունով, ես քեզ ցույց կտամ։ Գիտես ինքը մեկ էլ որ շենքն է շատ կարևոր։ Ազգային ժողովի շենքը։ Էդ էլ է Մարկ Գրիգորյանը։ Բայց Թորը չէ։ Չէ, Թորը ճարտարապետ չի, բացարձակ։ Գրողն է, թե ո՞ր է։ Ինքը գիրք ունի, չէ՞ գրած Երևանի։ Ինչ գիրք։ Երևանի մասին։ Այո։ Հենա լավ էլ գիտես էլի։ Պահանջված գիրք էր այդ ժամանակ, որ նոր գրեց հիշում եմ։ Հայերեն ու ռուսերեն էր մտածում։ Իդեպ ես քեզ ասեմ, YouTube-ում ինքը ունի Անծանոթ Երևան։ Շատ լավ ալիք է, բայց չմամխի շատ քիչ են նայում հայերը։ Ինուս դու ստեղ եղել ես հեչ։ Չէ։ Ուրեմն քեզ ասեմ։ Այս կողմերը որ ելնես սոված։ Բայց չեմ կերել։ Սոված ելնես։ Համեմատաբար շատ մատչելի գներ են, այսինքն եթե սոված ելնես ու փողդ էլ քիչ ելնի, համեցեք։ Մի րոպե Մարկ Գրիգորյանի բայց քարը բաց թողեցի, հեսա ինուս։ Այս է ստեղ գրած է։ Հա։ Էս Ստելան է։ Էս ինչ է, գնում ես կարդաս։ Էս մթության մեջ, հա։ Ստե կարաս մի բան կարդաս։ Այս տանը 1935-ից 1944 թվականը ապրել է հայ մշակույթի մեծերախտավոր, խոշորագույն, բանասեր, գրականագետ, լեզվաբան, ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը։ Այո, Մանուկ Աբեղյանն է։ Դեսար ինչ լավ խապեցի քեզ։ Սա բանով էր գրած։ Մանուկ Աբեղյանը։ Հիմա գնանք գտնենք։ Մարկ Գրիգորյանին գնանք գտնենք։ Կարդալ տվեցի որ բարձրի Մանուկ Աբեղյանն։ Դե ոչինչ, Մանուկ Աբեղյանն էլ է լավ մարդ։ Ուրեմն նայ։ Սովետի վաղտ երևի 40-ական թվականներն էր։ Որոշեցին, ինչքան դուրսը հայ լավ մասնագետներ կա, հրավիրեն Հայաստան, որ գան ստեղ ապրեն, ծաղկացնեն մեր հայոց երկիրը։ Ու սենց տներ սարքեցին մի քանի հատ հատուկ, նոր եկող մասնագետների համար։ Դե տեսար Մանուկ Աբեղյան, ստեղ ահագին ցուցանակներ կա, հիմա սաղ չենք կարդա, ահագին լավ ճարտարապետներ, գրողներ, այս սրանցից մեկը պետք է լինի ինձ, այն մեկն է, դե հիմա կարդա, որ հասկանամ ինչա գրած, հա մութա չէ, չէ, բայց ինչ որ անհասկա, Մարկը տեսա, բայց ինչա ուրիշ, ռուսերեն Մարկ Գրիգորյան չէ, ոնց որ թե մեծ, Գրիգորյանը չեմ տեսնում ուրա, հա Գրիգորյան Մարկ ու ազգանունն է, չէ ազգանուն հայրանունն է, ինչն է, Հարի, այս լուսամուտն էլ Թորն աստեղ հիմա ապրում, Մարկ Գրիգորյանի, այդ քո իմացած գիրքը որ գրել է, ես էլ պապիտ ես դպրոցա ընդունվես սկզբից, որ դպրոցն է, չէ, դե ասա որ դպրոցն է, չեն իշում, այս հենց է, պապու դպրոցն էլ չգիտի, վայ ինես է, բա ոնց, որն ես ուզում, ասա ասեմ, առաջինը, Վարդգես Պետրոսյան, երկրորդը, երկրորդն էլ մի րոպե, Արեգ Նազան, բայց ում անունով,
Արեքնազան պրոստը։ Պրոստը արեքնազան, տեն ես գիտեմ երկուսն էլ, ինչ ես ուզում ինձ այս, դե հիմա դու իմ ասա։ Պուշկին, չէ, Պուշկինի չի։ Հա, Պուշկինը, էլ մի ես կոմենգի։ Պուշկին։ Հիշում եմ, որ պատմիր խուճուճ մազերով բանում, հա։ Ով է խուճուճ մազերով։ Պուշկինը։ Ճիշտ է, հենա արձանա, ինս։ Դու էլ չիր փոքր ժամանակ խուճուճ մազերով։ Էլ ասում ես։ Հա, հետ էլ եմ պատմել։ Ես էլ Պուշկինի դպրոցը։ Իսկ հետո հետոն է ուզում հարցնեի։ Դե պետք է հարցնես, հա, չգիտես, հետո ուր գնացի։ Գիտեմ։ Բա տատիկդ որ ինես տեսար ինչ եղավ։ Պարզվեց ֆարմատ չեմ արել։ Քարտը լցվեց։ Դե այնտեղից շարունակենք, ինչ էինք խոսում։ Շարունակեցինք, թե Ահա։ Թե բաբը որտեղ է սովորել։ Բաբը որտեղ է սովորել։ Չէ, մոռացա էլի։ Շևչենկոն չէր։ Շևչենկոն էր։ Հա, այն արձանը որ տեսանք Լամաջյանոց գնալուց։ Ու հասանք ես ինչ փողոց է։ Էս սենց երկար որ գնում է Մոսկովյանն է։ Մինչև ուր է գնում դե ասա։ Նալբանդյանի արձան։ Ճիշտ է, իսկ Դառնում է Խանջան։ Ապրես։ Սա Աբովյանն է։ Որը։ Էս ամբողջ երկար է սենց։ Ահա։ Հաջորդ խաչմերուկը Իսահակյան Աբովյանն է։ Այո։ Այն մյուս խաչմերուկը Գորյոն Աբովյան։ Գորյոն Աբովյանն է։ Ինես է։ Ես հին Երևանցու կոչում է պետք տալ արդեն, վախտնա։ Դե գնացինք, բայց տեսար չէ, ճակատագիրը ինչ խաղաց իմ գլխին։ Ոնց, Պուշկինյանից հանեց, տարավ Շևչենկո, թե չէ ես ոնց էի Անահիտին հանդիպելու, ում մտքով կանցներ, չէ։ Բայց որ մտածում ես ինչ հետաքրքիր է, չէ։ Ինչքան բան կա, որ մարդ գաղափար չունի, բայց պարզվում է կանխորոշված է։ Այդ ոնց է կոչվում, որ անում են։ Սելֆի ակնթարթին։ Ահա, Նինեսա ջան, դու հիմա կնստես մի րոպե, ես կիջնեմ են խանութից մի հատ սուրճ կառնեմ։ Փարիզյանի։ Փարիզյանից, հա։ Ես եմ ուզում գամ, այնտեղ չեմ եղել։ Հա, այդ խանութը։ Հա, գնանք իրար հետ, ինչ կա։ Փարիզյան շատ շուտ եմ եղել։ Ինչքան շուտ։ 10 տարի կլինի, էլի։ Դե լավ, էլի, ինչ ես ասում, Ինեսա։ Հա։ Բայց դու ինձ ասեցիր, սիրում ես սուրճ։ Սուրճ սիրում եմ, բայց Փարիզյանում շատ շուտ եմ եղել։ Հələ մի հատ կխմես կասես, հավանեցիր։ Լավ։ Որտեղ սա մի քիչ յուրահատուկ սուրճ է, էլի։ Այն հին սուրճ խմողներին է դուր գալի։ Օրինակ իմ սաղ ընկերները շատ հավանում են։ Ավելի թթու։ Չէ։ Ավելի հագեցած սուրճի համով։ Ստեղ միտեղ կգտնենք ինձ թվում, հա։ Որ կողմը ազիս։ Այս կողմը։ Այդտեղ ինչ-որ մի քիչ փակ է մի տեսակ։ Հա, լավ։ Հետաքրքիր է այսօրով է երգում։ Այսօր մարդ չկա։ Չի կարող պատահի։ Մարդ չկա այսօր։ Հա, այս րոպեին։ Հա, այս հանել են ոնց որ թե։ Հա, այսօր երևի ընդմիջման օր է։ Ընդմիջման օր։ Հա, տենց մեկ-մեկ ելնում է օրեր, որ ոչ մեկը չի երգում։ Հա, արի մտնենք խանութ ձախ կողմի վրա։ Այս խանութն է։ Ստեղ չեմ եղել։ Հա։ Ես հիշում եմ, որ վերևում կար բան։ Ճիշտ է, երկրորդ հարգում էր։ Մերսի շատ։ Բարև ձեզ։ Ինձ ես կխնդրեի 4 հատ մի րոպե անջատեմ, պատվերս ասեմ։ Հա։ 4 հատ կլասիկ, 100 գրամ։ Մենք մինչև Ինեսայի հետ սուրճ կնենք։
Իդեպ թորնիկս, հա, ինեսանա։ Շատ հաճելի է, Լիլիթ։ Իսկ 400-ը ինչ է նշանակում։ Հա, 400 գրամ։ 400 գրամ 4 պակետի մեջ եմ անում էլի, որ իմանամ ինչքան է մնացել մինչև ավարտվի։ Սովորական ասեցի։ Հա։ Չէ, կլասիկ իսկականը։ Իսկ դու որ հիշում ես, Ինուս։ Դու շատ շուտ ես եղել, այդ երկրորդ հարգում իրանք համարը մի հատ փոքր գործարան էր։ Դաժե հիշում եմ, որ այնտեղ մի հատ արձան կար։ Համ բովում էին, ինչ արձան։ Մի հատ փոքր արձան էր, ասենց ձեռը զամբյուղել, մեջն էլ չաղացած կոֆեն էին լցնում։ Չգիտեմ, հիշում։ Այդ ես չեմ հիշում։ Այդ դու որպես փոքր աղջիկ հիշել ես։ Բայց ընդ ինչ որ աչքիս տեղ չի երևում, չէ՞ կգտնենք, արի գնանք։ Այս կողմը նստենք, ասում ես դե լավ, նստենք։ Ողջույն։ Hello, from Norge։ Դուք Նորվեգիայից եք։ Ես Հայաստանից եմ, բայց ապրում ենք Նորվեգիա։ Ձեր նկարում արդեն 2 անգամ եղել ենք։ Ես արդեն 2 անգամ ձեզ նկարել եմ։ Ապի իմ չեք հիշում, նկարանայիթի հետ։ Կնոջս հետ։ Այո։ Այսօր թորնիկիս հետ եմ։ Տեսանք, տենց էլ հասկացանք, որ։ Հաճախ եք գալի Երևան։ Նոր, ես միայն 15 օր է։ Չէ, իսկ վերջի անգամ երբ եք եղել։ Անցյալ տարի։ Անցյալ տարի։ Այսինքն ամեն տարի գալիս եք մոտավորապես։ Ես մի քիչ շուտ կինս, մի քիչ ուշ աշխատում, հարցակիցներում, բայց ձեր նկարները Նորվեգիայում շատ են նայել, լավ ռեկլամ ենք արել ձեզ, իմանալ։ Հա, ուրեմն ես ձեզ պարտք եմ։ Ես եմ ձեզ պարտ նկարել անում։ Իսկ կոմենտ գրում եք։ Հա։ Ոնց է ձեր կոմենտի բանը։ Նիկը։ Լայք ենք տալի։ Հա, բայց չեք գրում։ Դե լայքը չի ցույց տալի ով ա տվել։ Հեռախոսով չի լում գրել, է։ Ոնց չի լում, կոմենտ չի լում գրել հեռախոսով։ Հա։ Մենք բանով, YouTube-ով, TV-ով ենք նայում։ Հա, TV-ով դժվար է։ Չենք կարում տանք, բայց ճիշտ է, հեռախոսով կարում տանք։ Հեռախոս չենք տանք, TV-ով, YouTube-ով։ Հա, պարզ է, ես հասկացա, հեռախոս 94 տարեկան եք, հիշեք Իրիստատին օպերա։ Այո, հիշեցի Թումանյանի վրա։ Շատ հետաքրքիր հանդիպում էր, հաճելի։ Հիրսը თუ Իրիս, գրանվա Իրիս։ Բայց դուք այդ օրը չկայիք։ Չէ, ես թե չէ, ես Նորվեգիայից։ Հա, արդեն նենց հա, որ իրանց ուղարկում եք առանց ձեզ։ Հա, 5-6 անգամ, հա։ Այո։ Իսկ ձեր անունը ոնց է։ Գագիկ այն անունը։ Գագիկ։ Գագիկ ջան, իսկ Երևանում որ մասում եք ապրել։ Մենք ամիրյանցի ենք, դուք էլ ոնց հասկացա հին Երևանից խոսում եք մեկ-մեկ։ Այո։ Մենք պապական Ամիրյանից ենք, այն հին տները որ կար։ Ամիրյան փողոցի վրա։ Չարենց դպրոցից որ կողմ։ Չարենց դպրոցից սովորել ենք։ Հա, Չարենցում եք սովորել։ Ամիրյան ապրողել է։ Հենց Չարենցի դեմը այն մի հատ շենք կար, մի օր հարցնում եք, ասում եք, չգիտեմ ստե ինչ ա եղել առաջ, Երևան թանգարաններ։ Հա, Երևանի թանգարաններ, մինչև այդ Իսահակյանի գրադարաններ, չէ՞, ոնց որ թե։ Մինչև այդ հաշվապահական Հա, ճիշտ է, Իսահակյանը ներքև էր, դեպի հրապարակ էր, շփոթեցի։ Հա, գալիս էր հրապարակի կողմ, Հա։ Այդ էր, մեր տները քանդեցին, հիմա այդ շենքերը սարքին հետ էր, տուն ունենք։ Ձերը քանդեցին, բայց ես տուն տվեցին։ Հա, մենակ ես փաստորեն եք, մեր բոլոր սիրելի ամիրյանցիներին ճամփու դրին կիսատ պրատ։ Բայց դուք մինչև վերջ պայքարեցիք ու ստացաք։ Մնացինք, սպասեցինք շատ երկար, շատ դժվար։ Էդ ինչ ծանոթ է։ Գիտեք պատմությունները ոնց։ Այո։ Հա, այտենց, ունենք ինչ։ Ու որտեղ ստացաք տուն։ Որտեղ տուն ստացաք, Ամիրյանի վրա որ շենքը։ Փարիզ հոթելի դեմ, նույն տեղում մոտավորապես ինչ եք ասում, այդ 2 հարգանի սիրուն տուն ունեինք այգի դեմը ծառայք։ Վայ, հա։ Հին մեր պապական պապուս սարքածներ,
Մի րոպե գաք, փաստորեն ձեր տունը մի քիչ բյուզանդի վրա է, հա, ոնց որ։ Սենց վերջի տուններ, Ամիրանից որ մտնում ենք վերջի տուններ, ցույցել բյուզանդներ, սկսում այս մեջտեղ մի քիչ հող կար, տարածություն կար, ծառեր, դանուկը։ Հա։ We speak for all Amiran. We have interest to... Դու ներևություն խնդրի, որ մենք մի քիչ բանենք։ I'm so sorry because we speak Armenian, but you can come close to me. I feel it. Մեր հին քաղաքը կանդին դետ միանցը նորմալ է երևել էտ հին տները ժամանակը փող մենք չենք ուզում, բայց ժամանակը իրանը տանում է։ Ես միշտ եմ ասում, ես թորներից հին նկարները որ նայում եմ, այ հեսա ինեսան, հին նկարը որ նայում եմ, նենց եմ կարոտում իր մանկությունը, էլի, անվերադարձ գնաց, էլի, փաստորեն։ Հիշողությունի մեջ այո, տատու։ Մենք կեթանք էտել մեր հետ կտանենք։ Այո։ Իրանց ժամանակին կգա։ Իմ թորները գալիս են տղե երեխեքս հիշում են դեպ Ամիրյան տղաս։ Ահա։ Ձեր երեխաները ձեզ հետ են Նորվեգիայում են։ Չէ, ստեղ են, բայց Ստեղ են ձեր երեխաները, հա։ Մեծ տղեկ են, հովիկս նատոյի հետ խաղապազորքերից էր վիրավորվել, Մի խոսքով կայացած երեխեք են։ Մեջներից պապանա պանդուխտ։ Մենք ենք պարտիզան, որ երեխեքին օգնենք, ճամփաբացողնենք, առինջ տուն ունենք, ընդեղ են ապրում տղերքս։ Առինջում էլ կա, հա, տուն։ Այսինքն բացի այդ Ամիրյանի վրայից, հա։ Առինջում կարծում եմ սեփական ինչ-որ առանձնատուն է։ Հա։ Եղավ Գագջան։ Եղավ, շնորհակալություն ձեզ, ձեր աշխատանքը հաստատ գնահատվում է, սաղ աշխարհով, մեկ նայում եմ, ասենք այնց տեղերա, որ so I'm in double picture մեկ ասենք այնց տեղերա, որ բայց ատերի ապրողներն էլ հավատացեք, որ դասից նայում են, էլի գնահատում են, որտեղ այդ փողոցները իրանք ուրիշտեղ չեն տենում, այդ նկարը ձերոն ամեն, սենց պատահացանքին, բայց այդ ապրողը նայում է ու հաստատ ուրախ է, գնահատում է։ Ես ամեն անգամ տենց տեղեր նկարելուց էտ եմ մտածում, ես մարդը որ ստեղ էլ չտենա, էլ որ դեղատ է։ Այդ էլ ձեր գնահատականը տալիս են, ասում մեկ հետ խոսում է, ասում է գիտես ինչն եմ կարոտը, մեր Աստանովկեն, ասում որ ամեն օր նստում եք այդ ավտոբուս հետ վեք։ Այո։ Դե, այդ Աստանովկեն տենում են երևի։ Այո, այդ կարոտն հենց անկառավարելի երևույթ է, որ լավ կյանքի չի երևի, բայց ոնց է, հայի բախտ է։ Հայի բախտ, այո։ Եղավ Գագջան, ինչ շատ հաճելի էր ձեզ հետ հանդիպումը։ Անահիտին բարևներ։ Այո։ Չենք մոռանում, տատիկին բարևներ։ Լավ։ Ձեր կնոջն էլ ասեք, ես իրան շատ շնորհակալ եմ իր համբերության ու You can see yourself in YouTube. Thank you very much. Ստեսին ձեզ։ Հաջող։ Հաջող, այո։ Իսկ սկզբից ինչա պետք ասել, Գագ։ What we need someone, what we say. Բարև։ No. Ողջույն։ Yeah, ողջույն. She learned from you, ողջույն. Ինքը ձեզնից էր սորել ողջույն բառը, ողջույն ասում տենց Հայաստան չենք ասում, օֆիցիալ է, ինքը տենց հիշում է։ Այո։ Հաջողն է լավ։ Հաջողը շատ լավ էր։ Անահիտն ասում է հայերեն մենք ասում ենք ցտեսություն։ Ինքը ասում է հաջող։ Ինքը նկարը որ նայեք կտենա։ Հաջող։ Ասում է ճիշտ է հաջող, ավելի կարճ։ Հերավ, ստեսին ձեզ։ Շնորհակալություն շատ։ Մեր սուրճերը բերեցին, լիմոնով ջուրը բերեցին,
Ինեսան մի հատ սենց իր տատիկի նման գազարով, հա, ոնց է կոչվում ինես։ Գազարով տպված։ Այո, Ժողովուրդ ջան, բայց ես հիմա մի հատ բան եմ ուզում, որտեվ հետո զրուցեցին Գագիկի հետ։ Պարզվեց ահագին հետաքրքիր կապեր կան Նորվեգիա ու Հայաստան։ Գյումրին Կրեգեր քաղաք կա, դրա հետ եղբայր քաղաքներ են։ Ու ես կուզեի մի հատ մեր Գագիկը կնոջ հետ իրանց նորվեգիացի բարեկամներին բարևել Սիլվանա եւ Գագիկնա։ Գագ ջան, պարզվեց Գյումրին Կրյուգեր, ճիշտ ասեցիք, Կրագեր քաղաքի հետ Կրագրը քույր քաղաքներ են։ Քույր? Հա, քույր քաղաքներ են։ Սիլվա Իրիս տատին, որ դուք նկարել եք։ Այո, Թումանյանի վրա։ Որ նոր ծանոթացել։ Այդ խաչքարը իրաց մոտ տան դիմացն է դրած, տան մոտ է դրած։ Մենք առաջին անգամ Սիլվայի տատի տուն դուս են գալի նայում խաչքարը դրած։ Այն այս սա Նորվեգիա մի հատ խաչքար կա, այդ էլ պետք է Սիլվայի տատի տան դեմնել։ Այդ օրը դու որոշեցիր ամուսնանալ Սիլվայի հետ։ So let's say hi to Yes. Hi. All your friends. Eva, Fernando, Aaron, Sophia, Aaron, and all of them, Tula Maria, allesamen. Hilse familie. Turn, self-helping. Yeah, thanks to Mr. Arme. Շատ հաճելի է։ Ինչ որտեղ ոնց որ հանդիպեցիք իրանց։ Ձեր նկարով իրան տաղով ձեզ կտնեն է։ Եղավ։ Նորակալություն վարկեք։ Ձեզ լավ երեկո։ Մինչև ետ եք ստեղ, գակ։ Երկու շաբաթ ստեն։ Այո, հա։ Շաբաթ, բայց կարող ծարել են, փոխվենով, էլի։ Շատ լավ ժամանակ եք եկել իմիջալոց, զգում եք, չէ, եղանակները ինչ հոյակապ են։ Զալատոյոսին։ Այո, դե հին երևանցին ուրիշ է։ Golden autumn. You can good time. Yes. Դեղս կերել է Սիլվան։ Գագո, իսկ մսխալի խաղող առել է Սիլվայի համար։ Գնացել ենք Նորավանք։ Ահա։ Ա, Նորավանք եք գնացել։ Ա, ֆանտաստիկ տեղ է։ Հին արենի մտան։ Yes։ Հա, առանք, մեր քիշմիշը, դե մեր միրգը լավն է, բանջարեղենը։ Այո։ Մի քիչ փոխել են, բայց էլի մնում այն հնից։ Չեն կարում էլի, ինչքան աշխատում են, չեն կարում փչացնել։ Շատ հզոր են, բայց այդտեղը չեն կարում։ Դե հեշտ գործ չի փչացնելը։ Շենքերը կարան փչացնեն, բայց բնությունը… Մարդիկ սարքում են, մարդկա սիրուն։ Շենքերը սիրուն են, այս նոր բոլոր սարկած շենքերը։ Բա ինչ լավ է, դուք հավանում եք։ Իրոք լավ է։ Հա, հաճելի է։ Սուքյասյանի սարկած շենքերը։ Որը։ Սուքյասյան աչիկը։ Հա։ Իրար է, բոլոր Զարուկյանի։ Շուքյասյանը ինչ է սարքել, ինչ ենք, որտեղ։ Շուր սարքում են սիրում է։ Զարուկը ես տուն եմ երկիրը նայում եմ, Զարուկյան նախ սիրում սարքում են նախում։ Բայց ենեսները սարքում են անհոտ, երևի փողը խնդիր այն։ Լավ, չմտնենք պոլիտիկայի մեջ։ Արդեն շինարարությունն էլ է պոլիտիկա դառը։ Արդեն, հատե խառն է, խճիչվել։ Գագ եփ ես գալի Երևանում ապրես։ Ես եփ անընդհատ ստեղ եմ։ Անընդհատ ստեղ ես։ Սաղի ժամանակ աստեղ եմ, նորից կգնան, նորից կգնան։ Հա։ Դեզ լավ է, դուք լոսում չեք, հեռու չի, մոտիկա համեմատաբար։ Դա էլի աշխարհի ծերն է։ Նորվեգիան, լավ էլի, լոսի հետ համեմատի։ Նրանի ծերյան էլ տեղ չկա, Բա այն խեղճ Ավստրալիայից որ գալիս են, ինչ ասեն։ Արածքով ավելի։ Դարդից Սիլվան խմեց, որ հեռու եք։ Skål for Norge, okay, come on, hi Norge։ Մենք ավարտեցինք, Գագիկեն գնացին, հիմա իմացանք, որ վերևում Նայիրին է երգում, Ինեսան էլ, հաջան։ Երկեց, հիմա երգում է։ Հեսա կերքի մի քիչ հետո։
Ինեսան մեր նորվա վիդեոն որ նայել է, Նայիրին որ երգում էր։ Ուզում է շատ ինքն էլ տեսնի Նայիրին, նենց որ իրար հետ բարձրանանք ու լսենք։ Ժամանակ սենց վերահորոքած չէր, որ ես եկել էի։ Այդքան, հա, դու որ եկել ես ինուս, ընդեղ բան էր, ոնց որ գործարան էր փոքր Չէ, հետո էլի եմ եկել, կար էլի հարակելի երկում էի, բայց գույները սենց չէր։ Իսկ դու գիտես ոչ թե հատակները մենք ենք արել, փայլեցում, հղկումը։ Ողջույն։ Ինը ժամ նստի մի րոպե։ Ուսնյապսել է ու հեռավոր արցանյա Արցատ է հետքն իր թողնում, երբ միայնակ եմ ես լինում Քայլերն այստեղ են ինձ բերում Եվ հուշերից լքված այգում Ես անցյալիս եմ հանդիպում Իմ հուշերի անհատակ ջրպում Քող ընթացնող կիսատ Ես խեղդվեց ես կեղտոտ քաղաքում ու չկա ազատում Իմ հուշերի անհատակ ջրպորում դու իմ անունն ես տալիս ու կանչում Ես խեղդվեց ես կեղտոտ քաղաքում ու չկա բրգություն իմ կնքում Իմ կնքուշ սևան Դու ինձ ում ես թողել, ինձ թողել հեռացել Ասա դու ով ես որտեղից Ինչ ես այդպես լուր հարաչում Ես հեռացել եմ ինձանից Եվ ինձ արդեն չեմ ճանաչում Իսկ ինչ ես կորցրել այստեղ Ինչ ես փնտրում այս կողմեր Ես իմ երազն եմ կորցրել Երևանի գիշեր Իմ հուշերի անհատակ ջրպում Քող ընթացնող կիսատ ենք մելոդում Ես խեղդվեց ես կեղտոտ քաղաքում ու չկա ազատում Իմ հուշերի անհատակ ջրպում Դու իմ անունն ես տալիս ու կանչում Ես խեղդվեց ես կեղտոտ քաղաքում Չկա բրգություն իմ կնքուշ սրել Իմ կնքուշ սրել Դու ինձ ում ես թողել Ինձ թողել հեռացել Իմ կնքուշ սրել Իմ կնքուշ սրել Դու ինձ ում ես թողել ինձ թողել հեռացել Իմ կնքուշ սրել Իմ կնքուշ սրել Դու ինձ ում ես թողել ինձ թողել հեռացել Իմ կնքուշ սրել
Իմ քնքուշսեր Դու ինձ ում ես թողել Ինձ թողել հեռացել Երևանի գիշերներ Շատ շնորհակալություն ձեզ։ Երևանյան սիրելի երգերից լավագույնը։ Երևանյան լավագույն երգերից մեկը։ Շնորհակալություն Այրիկ ջան։ Նորեն համեցեք։ Ձեզ էլ լավ երեկո ու կարելի է ձեզ մաղթել լավ երաժներ։ Շնորհակալ եմ։ Ստեսություն ձեզ։ Վերջ Փարիզյանից հեռացանք։ Ինեսա ջան։ Այո։ Կարող ենք ստեղել հրաժեշտ տանք, որտեվ ինչ ճանապարհով եկանք, նույնով էլ գնալու ենք, փաստորեն, չէ։ Կարող է։ Հայր ջան, լավ մնաք, միշտ առողջ եւ խաղաղ երկինք։ Անայ ջան, լսում եմ քեզ։ Խաղաղություն ասեցիր, մի հատ էլ եմ ասում խաղաղություն։ Ահա։ Սիրեք միմյանց, համերաշխություն, եւ ամենակարևորը առողջ լինեք։ Այո, առողջություն, խաղաղություն։ Մեկ էլ ամենակարևորը ինչն է։ Սիրեք իրար։ Իրով Երևանից, Աբովյան փողոցից։ Վերջ։